2025 թվականի ընթացքում հետքն ուսումնասիրել է բազմաթիվ թեմաներ, բարձրացրել շատ հարցեր։ Ոմանք լսել են և քայլեր արել դրանք լուծելու ուղղությամբ, ոմանք անտեսել են, ձևացրել, թե չեն լսում։ Այս հոլովակում մենք ամփոփում ենք մեր աշխատանքը և ձեզ պատմում կարևորի մասին։ Ամանորին բոլորս նվեր ենք ստանում՝ գուլպա, գիրք, կոնֆետ, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի ծանոթը 2025 թվականին նվեր է ստացել 600,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան Երևանի փոքր կենտրոնում, այն հետագայում վաճառել է Աբազյանի որդուն։ Անցնող տարում մենք բացահայտել ենք Երևանի կենտրոնում գտնվող մի թանկարժեք անշարժ գույքի առք ու վաճառքի պատմություն, որը որ կասկածելի հանգամանքներում էր տեղի ունեցել։ Գույքը վերջնարդյունքում ձեռք էր բերել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արմեն Աբազյանի որդին։ Գույքը պատկանել էր ԲՀԿ նախագահ Ազգային ժողովի նախկին падգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձին։ Այս պատմությունը ուշագրավ էր նաև նրանով, որ օտարված անշարժ գույքը ենթադրաբար պետք է լիներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ցուցակում։ Երևանցիների համար տրանսպորտի նորմալ համակարգը դեռ երազանք է։ Թեև Երևանի քաղաքապետարանը խոստացել է իրականացնել այդ երազանքը, դրան հասնելու ճանապարհը բարդ է և լի չարաշահման ռիսկերով։ Երևանի քաղաքապետարանը վերջի տարիներին նոր ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներ է հայտարարել, սակայն այդ մրցույթներն այդքան էլ հարթ չեն ընթացել։ Պարզել ենք, որ մրցույթում հաղթած Ժոնգտոնք ընկերությունը նախկինում համագործակցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի ընկերության հետ։ Այդ համագործակցությունը եղել է նախկինում, բայց այդ համագործակցությունը իրականում կասկածի տեղիք է տալիս։ Ինչու՞, որովհետև Վազգեն Հարությունյանը նաև մրցութային հանձնաժողովի նախագահ է եղել եւ դժվար թե մոռանար նախկինում ունեցած համագործակցության մասին։ Ինչ մաղթեն Վազգեն Հարությունյանին։ Մի հատ Ժոնգտոնք Երևանի քաղաքապետարանին մաղթում են, որ այս տարի ի վերջո իրականացի տրանսպորտային բարեփոխումը եւ դրանով կատարի երևանցիների երազանքը։ Հայաստանի Հանրապետությունը բաժնետեր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հարկատուները տեղյակ չէին, պետությունը ստանում է իր շահութաբաժինը այս ընկերությունից։ Դա օգնեց պարզել հետքի լրագրող Սեդա Հերգնյանը։ Չնայած, որ 2021 թվականից Հայաստանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի 22% բաժնեմաս, սակայն մինչև 2024 թվականի ավարտը կոմբինատը որևէ շահութաբաժին չէր վճարել պետությանը։ Դեռևս 2024 թվականի սկզբից մենք սկսեցինք բարձրաձայնել այս հարցը։ Եվ միայն 2024 թվականի դեկտեմբերին, երբ մենք ակտիվ հարցումների եւ նամակագրության մեջ էինք ԶՊՄԿ-ի ու պետական մարմինների հետ, անակնկալ կերպով հայտարարվեց, որ կոմբինատը 33 միլիարդ դրամի շահութաբաժին է վճարել պետությանը։ Թե ինչու է ընտրվել հենց այս ժամանակահատվածը մենք հստակ չենք կարող ասել, բայց փաստ է, որ դա համընկել է մեր հարցումների հետ։ Ես մաղթում եմ, որ մեր պետական կառույցները եւ մասնավորապես ֆինանսների նախարարությունը այնքան ուշադիր եւ հետամուտ լինեն, որ պետությանը հասանելի յուրաքանչյուր լումա ժամանակին վճարվի բյուջե։ 2025 թվականի մեր ազդեցիկ նյութերից ենք համարում պետական մասնակցությամբ ԱՆԻՖ հիմնադրամի մասին մեր հոդվածաշարը, որի արդյունքում քրեական գործ հարուցվեց եւ կառավարությունը ներդրված գումարները վերադարձնելու որոշում ընդունեց։ ԱՆԻՖ-ի գործունեությունն ուսումնասիրել են իմ գործընկերներ Վահե Սարուխանյանը եւ Արմեն Ղազարյանը։ Հետքը պարբերաբար գրում են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ԱՆԻՖ-ի մասին եւ այս տարի անդրադարձել էինք ԱՆԻՖ-ի մոսկովյան մասնաճյուղին, որը 5 տարում 2020-ից 2024 թվականներին ստացել է 6.9 միլիոն դոլար, սակայն ըստ ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարության որևէ արդյունք այդպես էլ չի տվել։ Քանի որ գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, բոլորիս մաղթում եմ իսկապես չկոռուպացված իշխանություններ։ Այս տարի գրել էինք, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել նորաբաց մի ընկերությունում CFW PB-ում։ Այս ընկերության ղեկավարը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի այդ ժամանակվա նախագահ, ներկայում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի կնոջ Մարիամ Պահլավանու ընկերուհին է, Կարինե Անդրեասյանը։ Սրա վերաբերյալ արդեն կա հարուցված քրեական վարույթ եւ 3 հոգի ունեն մեղադրյալի կարգավիճակ։ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության տնօրենին եւ CFW PB-ի տնօրենին այս տարի Սանտա Կլաուսի եւ Էլֆերի փոխարեն այցելել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, իսկ ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը միջազգային հետախուզման մեջ է։ Նա հավանաբար Լապլանդիայում է եւ Սանտա Կլաուսը չի ուզում նրան արտահանձնել մեր իրավապահներին։
Չմոռանանք, որ ամանոր է։ Մեր բոլորի սեղաններին լինելու են համեղ ուտելիքներ՝ տոլմա, բլինչիկ, խոզի բութ, բայց չչարաշահենք ուտելիքը։ Սեղանի շուրջ նստելուց առաջ կարդանք Ալյոնայի հոդվածը ճարպակալման մասին։ Այս տարի մենք գրել ենք երեխաների ճարպակալման մասին։ Վերջին տվյալներով Հայաստանում ամեն երրորդ երեխան ունի ավելորդ քաշ։ Արագ պատրաստվող սնունդը, գազավորված ըմպելիքը, քաղցրավենիքը մատչելի ու հասանելի են դարձել ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների համար։ Այս տեսակի սննդի գերօգտագործումը ֆիզիկական ցածր ակտիվությունը, հոգեբանական մի շարք գործոնների, ինչպես օրինակ տարբեր էմոցիաների հաղթահարումը սննդի միջոցով եւ հատկապես երեխաներին թիրախավորող անառողջ սննդի գովազդը միասին ազդելով բերում են նրան, որ երեխայի մոտ տարիների ընթացքում ձևավորվում է ավելորդ քաշի կուտակում եւ արդյունքում առաջանում է ճարպակալում։ Այս տարի մաղթում եմ, որ մենք բոլորս լինենք ոչ թե չաղ ու բախտավոր, այլ առողջ ու բախտավոր։ Տեղափոխվենք Ստեփանավան, որի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի թույլ տված չարաշահումները ուսումնասիրել էինք ես եւ իմ գործընկերուհի Գայանեն։ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում պետությունից գումար ստանալով իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, տնօրենը աշխատակիցներին ստիպում է իր համար վարկեր վերցնել։ Անուշ Իսպիրյանը Ստեփանավանի ավագանու ԿՊ խմբակցության անդամ է, ինչպես նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմը։ Նախկին աշխատակիցների խոսքով հիվանդանոցում վախի մթնոլորտ է եւ ոչ ոք չի բարձրաձայնում արկա խնդիրների մասին։ Անուշ Իսպիրյանին գալիք տարի մաղթում ենք աշխատավայրում ստեղծել ոչ թե վախի մթնոլորտ, այլ ինչպես իր կուսակիցներն են ասում, սիրո եւ համերաշխության։ Անյան ներխուժել էր չգրանցված դեղերի սև շուկա։ Այս տարի նույնպես ուսումնասիրել ենք չգրանցված դեղերի սև շուկան եւ ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ Երևանյան, Հայաստանյան շատ ու շատ դեղատներում ազատորեն շարունակում են վաճառվել օրինական գրանցում չունեցող դեղերը։ Այս տարի պարզեցինք նաեւ, որ պետական մարմինները ոլորտը վերահսկելիս բավարար չափով իրար հետ չեն համագործակցում, արդյունքում վերահսկողությունը լինում է թույլ ու ոչ արդյունավետ։ Ամանորյա մաղթանքս այն է, որ ոլորտը վերահսկող պետական մարմինները ավելի զգոն ու ուշադիր լինեն եւ միշտ հիշեն, որ իրենց վերահսկողությունից կախված է շատ մարդկանց առողջություն։ Տարվա ընթացքում Հայաստանում եղան նաև արտակարգ իրավիճակներ։ Ֆրունզը կպատմի, թե ինչպես է լուսաբանել Տավուշի անտառներում բռնկված հրդեհները։ Այս անցնող տարվա նոյեմբերին Հայաստանի մեկ քանի մարզում հրդեհներ սկսվան, ու մենք մեր նկարահանող թիմով որոշեցինք երթանք հենց հրդեհի բուն վայրից լուսաբանենք, որտեղ շատ տարբեր տեղեկություններ կային, կեսը ճիշտ էին, կեսը կանալ ճիշտ չէին, ու պետք էր ինֆորմացիան հենց առաջի ձեռից հասնել լսարանին։ Տեղում աշխատելը դժվար էր, որտեղ անդառներով կիլոմետրերով քայլենք, որ հասնեինք հենց հրդեհի բուն օջախին ու դեղից որ կրանայինք ցույց տայինք իրականում հրդեհը ինչ աստիճանի է հասել։ Այդ արտակարգ իրավիճակում դեպքի վայրում աշխատելը ակին դժվար էր, բայց կգարձեմ, որ կարևոր գործընկեր էր, որ մարդկանց կրանանք ցույց տանք, թե հենց դեպքի վայրում ինչ կկատարվեր։ Ու քանի որ այս տարի շատ ենք աշխատել այդպես արտակարգ իրավիճակների հետ, Հայաստանում ակին հրդեհներ, փլուզումներ, տարբեր դեպքեր են եղել, կմաղթեմ, որ մյուս տարի մեր գործետ առումով ավելի քիչ եղնի, վատ իրավիճակներ, արտակարգ իրավիճակներ Հայաստանում չեղնին կամ քիչ եղնին։ Վերադառնանք ցավոտ իրականություն։ Հետքի լրագրողներ Սառան եւ Մարինեն ամիսներ շարունակ հանդիպել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին եւ բարձրաձայնել նրանց խնդիրների մասին։ Ավելի քան 8 ամիս հետք հրապարակում մեր հոդվածներ Արցախից բռնի տեղահանված եւ Արարատի մարզում վերաբնակվող ընտանիքների մասին։ Ընտանիքները 2 տարի անց չափազանց ծանր հոգեվիճակում են գտնվում։ Յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում տղամարդիկ ցիրտը ստենդավորել էին, իսկ կանայք եւ երեխաները հոգեկան ծանր ապրումների հետևանքով ծանր հիվանդություններ ունեին։ Ցավալիորեն առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը որևէ հրապարակման չարձագանքեց, մինչդեռ սպասում էինք, որ թեկուզ եւ ի սկզբանե կառավարությունը չի ունեցել նրանց հոգեվիճակը թեթևացնող ծրագիր, միգուցե դրանք հիմք հանդիսանային հետեւություններ անելու համար։ Հայկը անցնող տարում ուսումնասիրել է 2023-ի սեպտեմբերի 19-ի Արցախյան մարտերը, վերականգնել է ժամանակագրությունը, տեղորոշումներ կատարել, հավաքել վկայություններ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 9 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո ադրբեջանական բանակը սկսեց հարձակում Արցախի վրա շփման գծի ողջ երկայնքով։ Չնայած ծանր պայմաններին, ռազմական անհավասար կարողություններին արցախցիները կարողացան ուժեղ դիմադրություն ցույց տալ։
Առանց վավերագրության պատերազմի պատմությունները մնում են մասնակիցների հիշողություններում կամ պաշտոնական զեկույցներում։ Անցնող տարվա ընթացքում հետքը Արցախյան վերջին մարտերի մասին պատմող վիդեոշարք է սկսել։ Վավերագրության շնորհիվ մենք կարող ենք փոխանցել հաջորդ սերունդներին իրական պատմություններ առանց խեղաթյուրումների։ Մաղթում եմ բոլորիս ինքներս մեզ հարցնենք, ինչ ենք թողնում մեզնից հետո։ Մտածենք մեր թողած հետքի մասին։ Նախորդ տարվա ընթացքում հետքի ձեռքբերումներից էր հայաստանյան ԶԼՄ-ների մասին տվյալների շտեմարանի ստեղծումը։ Այն իրականացվել է գերմանական Global Media Register կազմակերպության հետ համագործակցությամբ։ Մեդիայի սեփականության մոնիտորինգը ծավալուն հետազոտություն էր, որի միջոցով մենք քարտեզագրեցինք Հայաստանի մեդիա դաշտի 40 առաջատար լրատվամիջոցները սեփականության կառուցվածքի տեսանկյունից։ Տարիներ շարունակ խոսակցություններ էին պտտվում, թե այս կամ այն լրատվամիջոցը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին։ Հասարակությունը հարցերը հնչեցնում էր, բայց դրանց հստակ պատասխանները չկային։ Այս հետազոտությամբ մենք փորձեցինք տալ հասարակությանը հուզող այդ հարցի պատասխանը, ցույց տալ, թե քաղաքական ինչ առնչություններ ունեն հայաստանյան առաջատար լրատվամիջոցները։ Երկլեզու այս շտեմարանը կարծում ենք օգտակար կարող է լինել ինչպես շարքային ընթերցողներին, այնպես էլ հետազոտողներին, մեդիայով հետաքրքրված շահագրգիռ անձանց։ 2026 թվականի բարդ ընտրական տարում մաղթում եմ, որ լրատվամիջոցները ավելի քիչ կախվածություն ունենան քաղաքական ուժերից, ավելի շատ ապավինեն ընթերցողին եւ նրա աջակցությանը։ Ֆինանսական կայունությունը ամենակարևոր մարտահրավերն է, որ պետք է հաղթահարեն հայաստանյան լրատվամիջոցները գալիք տարում։ Նախորդ տարին որքան հարուստ է եղել բովանդակության ստեղծման առումով, այնքան էլ բարդ է եղել անկախ լրատվամիջոցների, այդ թվում հետքի ֆինանսական կայունության տեսանկյունից։ Տարեսկզբին ԱՄՆ վարչակազմի կողմից մեդիաների եւ մեդիա աջակցման զարգացման ծրագրերի կասեցման որոշումը շատ ծանր հարված էր ոչ միայն հետքի ֆինանսական կայունությանը, այլ նաեւ հայաստանյան փոքրաթիվ անկախ լրատվամիջոցների ֆինանսական վիճակին։ Հետքը ունի կայուն լսարան եւ հավատարիմ ընթերցողներ։ Ուստի մենք որոշել ենք համագործակցել մեր լսարանի հետ ոչ միայն բովանդակության ստեղծման հարցում, այլ նաեւ համագործակցենք ֆինանսական կայունության ոլորտում։ Ես պիտի խնդրեմ, որ շատ ակտիվ մասնակցեք լսարանի մեր ուսումնասիրությանը, ուղղակի մի քանի րոպե տրամադրեք, պատասխանեք մի քանի հարցերի, որպեսզի հասկանաք ինչ եք դուք մեզանից ակնկալում, ինչ բովանդակություն, ինչ փաթեթավորմամբ, եւ իհարկե մենք հույս ունենք, որ դուք պիտի դառնաք ոչ միայն մեր հավատարիմ ընթերցողը, այլ նաեւ բաժանորդը եւ աջակիցը։ Բոլորիս մաղթում եմ ֆինանսապես կայուն տարի։ Մենք ներկայացրինք 2025 թվականի ընթացքում հետքի կարևոր հրապարակումների միայն մի մասը։ Գալիք տարում մենք շարունակելու ենք մեր հետաքննությունները, բարձրաձայնելու ենք մարդկանց հուզող հարցերն ու փնտրելու ենք դրանց պատասխանները։ Բայց այդ գործում ձեր աջակցությունն է պետք։ Առաջարկում եմ միանալ հետքի Patreon հարթակին, նվիրաբերելով ամսական սկսած $2-ից, 800 դրամից էլ քիչ։ Դա գուցե փոքր, բայց կարևոր ներդրում կլինի ձեր կողմից։